Ռոբերտ Ամիրխանյանի պոետիկ կյանքը վոկալ գործիքային ստեղծագործությունը ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կհնչի Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Մաեստրոն կանտատը նվիրել է ֆրանսիական դիմադրություն շարժման նշանավոր գործիչ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին, դաշնամուրի մոտ հեղինակն է։ Երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մելքեյանը բարդ ու պատասխանատու է համարում հենց հեղինակի նվագակցությամբ կատարել նրա գրչին պատկանող այս մեծակտավ ստեղծագործությունը, միաժամանակ հավելում Ամիրխանյանը բոլոր ժամանակներում միայն հիթեր է ստեղծել։ Ռոբերտ Ամիրխանյանը մի մարդ է երաժշտության մեջ, որ իր կողմից գրված ամեն մի նախադասություն, ամեն մի վանք, ամեն մի բառ մեծագույն նշանակություն տրված է իր կողմից եւ երաժշտությունը գրվում է միանշանակ այդ ամեն ինչը հաշվի առնելով եւ պարզեւոր ստեղծագործության մեջ կան հատվածներ, որտեղ նույնիսկ դեկլամացիաներ կան, որոնք որ երգչախումբն է ասում, նույնիսկ բաներ կան, որոնք որ ինքը կարող է Ռոբերտ Ամիրխանյանը խոսի։ Կանտատը բաղկացած է 7 մասից, խոսքերի հեղինակն են Ռոբերտ Ամիրխանյանը, Միսակ Մանուշյանը, Գևորգ Էմինը եւ ֆրանսիացի պոետ Լուի Արագոնը։ Ես շատ կուզենայի, որ նա շարունակեր հնչել, շատ կուզենայի, բայց կյանքը վերցնում է ամենից գրավչություն ներկայացնող իր համար ստեղծագործությունները, ափսոս մեր սուրվա կյանքի մեջ գրավչական են դարձել այն թեթևամիտ, այսպես ասած, ժամանցային երաժշտությունները եւ դա մի տեսակ անգիտակցաբար մեղվում է մեր օրակարգի մեջ, բայց հուսով եմ, որ մենք մեր ազգի համար այս պահը վերակազմակերպման հզոր պահ է։ Պոետիկ կյանքը կանտատը նույն կազմով առաջին անգամ կատարել են Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որքան էլ ըստ հեղինակի պատրաստի ստեղծագործությունում փոփոխություններ չեն լինում, սակայն 11 տարի անց փոխվել են զգացողություններն ու կատարողական վարպետությունը։ Մեծ կոմպոզիտորի հետ գործ ունես եւ դեռ մինչև վերջի մասնիկը մարսված լինել չլինելու խնդիր կա։ Այդ 10 տարի առաջ մենք ոգևորություն ունեինք, հաճույքով երգում էինք, լավ է ստացվել էր իհարկե համերգը, բայց այսօր 10 տարի անց լրիվ ուրիշ մարսվածության մասին է խոսքը։ Մենք սկսած բառից վերջացած մեղեդիի ամեն մի հատվածը ուղղակի սիրված, ուսումնասիրված եւ մոտեցումները ավելի հասուն մարդկանց, որոնք 10 տարով ավելի մեծացել են։ Հեղինակն էլ ընդգծում է, իր գործերը բոլորի համար են, չի կարելի հանդիսատեսին դասակարգել, ուստի բոլորին սիրով սպասում է վայելելու պոետիկ կյանքը կանտատը։ Յուրա Վահանյան, Արամ Հարությունյան, լուրեր։